Այսօր խոսում ենք Ռաֆոյի մասին, դա հարգանքի նշան է, ոչ թե կարճ համառոտ անվանում է ինձ տարիքով հարգելի մարդու նկատմամբ։ Ռաֆոնովա իմ ընկերոջ հայրն է ու իմ բիզնես պրոյեկտների փնտրտուքի զարգացման ճանապարհին առաջի տարիքով մեծ անձնավորությունը, որ ուղղակի բառացի օրհնել է, այդ Ռաֆոն է, Ռաֆու ջաջան։ Այս մարդը իրան չի ասոցացնում ջաջայի հետ, ինքը հոգով ջահել է, ինքը մենակ իմ հետ չի տենց պարզման, նոր ենք ծանոթացել, անձամբ երկու անգամ ենք տեսել, ինձ շատ հոգեհարազատ ընկերոջ հայր է, ու ինքը իր տղեկ հետ էլ է տենց, բոլորի հետ է տենց, ու բարյացակամ է, ու որ իմանանք ինքը ինչ կորուստներ է ունեցել, կարող է շատերը զարմանան։ Ռաֆոն ունի մի հատ փոքրիկ այգի, որը որ շատ սիրուն խնամում է, ու ինքը իրան է լավ տեր կանգնում, իրան ժպիտով ապահում, ուրախությամբ ապահում եւ այլը, սիրտը բաց անձնավորություն է։ Իմ համար ինքը այն ավակներից է, ում հետ կարելի է բոլոր թեմաներից, բոլոր պրոյեկտներից խոսալ, բացի ոգևորությունը, բացի ադաբրենիա, բացի ձեզ իր իմացած պարզ լավ խորհուրդը ինքը ուրիշ բան չի կարա ձեզ տա։ Ես ուրախ եմ, որ այդ մարդուն ճանաչում եմ, ում պապան ինքն է, այդ մարդն շատ ֆանտաստիկ անձնավորություն է, ողջույն, ախպեր, ես գիտեմ, որ դու լայվերը լսում ես, շորթերը եւ այլը, մի օր քեզ ենք անդրադառնալու, ու այսօր ես որ խոսում եմ նաև Էդոյի մասին, հա, Էդոն շատ հետաքրքիր մարդ է, մի օր էլ իրան ենք անդրադառնալու, մեղվապահ է, շատ ֆանտաստիկ մարդ է, ուսեն շատ ֆանտաստիկ մարդիկ մեր միջավայրում շատ են, քիչ չեն։ Մենք ընդամենը դրանց այդ մարդկանց նկատում ենք, իրանց վարքագիծը կոպիա ենք անում, ու որ կոպիա ենք անում, ինչա լինում, մեր կյանքում հեռանում են այն վարքագծերը, որոնք ցավոտ են, ցավագին են, ավելին վնասակար են։ Այս Ռաֆոյի մասին մենք Ռոբերտ Դաշտոյանի մասին էլ ենք խոսելու, մի ֆանտաստիկ անձնավորություն, ու տենց շարունակ։ Մենք աստիճանաբար կծանոթանանք այն մարդկանց, ում վարքագիծը, ում ավակ տեսակը ընդհանրապես օգտակար ավակ տեսակ է։ Մեզ բարի հանդիպում։